Ինչ կարծիք ունեք եւ այս առաջարկի հետ կապված արդյոք Մարդ են ման գալիս նաեւ ԿՊ-ից որ միանա որպեսզի մեկնարկը տրվի ինչ կարծիք ունեք 4 տարի է Մարդ են ման գալիս 4 չէ երևի 7 տարի է Մարդ են ման գալիս մեկ մի քիչ ակտիվ մեկ մի քիչ пассив Մարդ են ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում է ու տենց էլ չեն գտնի Իսկ ինչու հիմա ակտիվացավ այս impeachment-ի թեման ձեր կարծիքով Գարուն ամառ բանա հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել Հիշում եք որ ազգային ժողովն օրեր ընտրվի ասում են դե 6 ամիս հետո ծրվելու է հետո ասում էին որ վարչապետը հրաժարական է տալու որ ու նույնիսկ բացատրում էին ասում էին որովհետև ԿՊ-ի հետ հիմա հաճախ է հանդիպում հետո այդ նույն մարդիկ բացատրում ասում էին դե իրան պետք է որպեսզի ինքը այդ Ադրբեջանի հետ գործի խոսքով էս հերթական բաների մեջ է բայց խնդիրը կայանում է նրանում որ իշխանությունը այնքան բաց է ու այնքան հաճախ է ամեն ինչ բացատրում եւ խոսում որ կարծում եմ այդ շահարկումները այդ բաները մեկ օրվա կյանք ունեցող դեպքերն պատասխանել է impeachment-ի Փաշինյանի հերոսման այսինքն այն քաղաքականությունը որ վարում եք այն իրավիճակը որ կա Հայաստանի սահմաններին անվտանգային բավարար չի impeachment-ը տեսեք գիտեք ինչ այդ ինչ որ մեկից հանգուցյան կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել հա Տեղի ունեցել 2021 թվականի ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ AR-ի հարցումը վերջին որը որ ես տեսել եմ, որ 14% է դարձել։ Ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Մեծամասնություն։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրիի ընտրությունը չի կարող համապետական լինել։ Ուրեմն դե ես դրա օրինակը բերեցի, խնդրում եմ մի ընդհատիր էլի ինձ, ես ամեն ինչի պատասխանում եմ։ Ընդհատելը որևիցե օգուտ չի տալու, ընդհատում ես։ Քաղաքականացված է որևիցե քաղաքականացված ինչ է Գյումրիին, հենց ամենահետաքրքիրն էր, որ Գյումրիի ընտրությունները ընդհակառակը փողոցների ասֆալտապատման, տնակներում ապրող մարդկանց եւ Գյումրիի տեղական խնդիրների մասին ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հավաքեց գրեթե կրկնակի ավելի շատ ձայն, քան 2 տարի առաջ, 3 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եւ զբաղեցրեց առաջին տեղը։ Այսինքն, եթե նույնիսկ ձեր տրամաբանությամբ մենք նայում ենք, իմ ասածը նույնպես տեղավորվում է։ Եթե վարչապետությունն էլ է եղել կրկնակի ավել, պարոն Սիմոնյան, դրանով դա լավ, այսինքն մեր ընտրողները գնացել են եւ քվեարկել են մեզ, ինչը օրինակ միգուցե կարծել են, որ առանց էլ մենք կընտրվենք, չեն արել, ենթադրենք 2-3 տարի։ Ես հասկանում եմ, անգլերեն մի հատ այնց արտահայտություն կա wishful thinking, ցանկալի բան մտածելակերպ, ես ցանկանում եմ, որ հաշվի առնելով, որ ես գտնվում եմ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների միկրոֆոնների ներքո, որ ես այդպես ցանկալի տարբերակային, որ Հայաստանի Հանրապետությունը իրավիճակը ինչ-որ ստացվեց, ավելի բար ԿՊ-ի համար, որքան է դուք փորձում եք վարչական 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակը եւ այն տրամադրվածությունը, որոնք ունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները, խոսում էին այն մասին, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին եւ 54% ձայն
եւ ընդամենը 20-22% ձայն տվեցին ընդդիմությանը։ Եվ ես չեմ պատրաստվում, ես չեմ կգալու է 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այնպես մեզ խափելով կամ որևիցե բան, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի, ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեծականակ փող է ծախսվում դրսից, փող է գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերրու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում եւ դա ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին ել ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա հեղաշրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե ոչ բացում։ Ես որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որտեղ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Սա իմ համար ուղղակի խոսքեր չեն, ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, որովհետև 2021 թվականից սկսած պատերազմի ավարտի օրվանից սկսված եւ երևի պատերազմի օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից եւ տարբեր կողմերից եղել է գեր եւ կարեւոր նպատակ։ Ինչու է Փաշինյանը անցանկալի Ռուսաստանի համար։ Ինչու՞ ասած որ անցանկալի։ Ցանկալի է։ Մեզ հակառակն են ասում։ Բա ինչ են ուզում իշխանապետը։ Ով է ասում։ Մեզ հակառակն են ասում։ Մեր գործընկերները, մեզ հակառակն են ասում։ Իսկ այդ Ռուսաստանից Ես չգիտեմ, ես պատասխանը չեմ տալիս։ Ես ասում եմ մեզ հակառակն են ասում։ Եթե հակառակն են իշխանապետության։ Որովհետև տեսեք, նախ եւ առաջ շատ վատ օրինակ է պոստսովետական տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, հա, պոստսովետական տարածքում եւ դա վատ օրինակ է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության եւ իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում եւ այդ բարձրացումը բնական է ոչ բոլորին է դուրս գալիս, որտեղ Հայաստանը պետք է լինի միշտ կախված, ինչ որ կենտրոնից Հայաստանը պետք է միշտ ունենա մեծ եղբայր, որևիցե դեմքով Հայաստանը պետք է միշտ նայի, այդքան էլ ճիշտ։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին եւ դա հաճելի տարբերակ չի, որտեղ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Պետք է չէ որ Հայաստանը մակում տարբեր տեղերում քվեարկի այն ձևով, որ ուզում են այս կամ այն պետությունները պաշտպանի շահեր, պաշտպանի պատերազմներ, պաշտպանի տարբեր իրականություններ, իսկ Հայաստանը ինքնուրույն է որոշում կազմում։ Եվ դա հանգեցրեց այս իրավիճակին, ասում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ հիմա այլևս այդ քայլերը անելուց հետո մի հատ էլ Ռուսաստանին ասում ենք սա ինչի՞ չեք անում մեր համար, այն մեկը ինչի՞ չեք անում, Քոչարյանը կարծում է, որ եթե մենք այդ ուղղությամբ համագործակցենք նրանց հետ, նաև իրենցից կկարողանանք ինչ-որ ակնկալիքներ ունենալ։ Դուք Սա ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում։ Ինչ փաստեր ունեք։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր չոր փաստեր ունեմ, կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Նա ռուսական շահերը հետապնդող
եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ են։ Քաղաքական հայտարարության անվան տակ Ես տեսնում եմ այն գործունեությունը, այն տեքստերը եւ այն հայտարարությունները, որոնք արվում են իր կողմից, եւ դա իմ քաղաքական գնահատականն է, որ երբ որ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ որ քո խմբակցության ղեկավարը, քո խմբակցության անդամները ելույթներ ունենում, որոնք որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել եւ տեսեք օրինակ ներողություն եմ խնդրում, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ես շնորհակալ եմ։ Կարելի է ես իմ կարծիքը արտահայտեմ, հետո Կարինե ջան կգաք, ձեզ կհարցնեմ, կասեմ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, բայց վերջացնեմ էլի, հա, պատասխանը։ Եվ նաեւ գաղտնիք չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կողմից սատարված եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը, Ռուսաստան, Բելարուս միութենական կազմի մեջ եւ սենց բազմաթիվ օրինակներ կան, որ ինձ թույլ է տալիս նման բնդում անել եւ վերադառնանք Կարինեի հարցին, խնդրեմ, հարց եք տալիս։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Եվ շատ կարծիքներ կան, ընդդիմախոսներ ձեր ասում են, որ թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն է, բոլոր իրենց պահանջները մտցրել է խաղաղության պայմանագիր, նույն սահմանադրության փոփոխությունը եւ այլն ամեն ինչը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, այսպես շահերը սպասարկելու, որպեսզի այստեղ հաճախ հենց այդ նույն մարդիկ, ովքեր նման մեղադրանքներ են արտահայտում, իրենց հակասում են։ Մեկ մի բան են ասում, մեկ մյուս բան են ասում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել որևիցե պատերազմի, որևիցե տարածքային պահանջների, հարևան երկրների նկատմամբ, դա հենց այն գաղափարն է, որը որ արվում է, որպեսզի լեգիտիմ իրավունք եւ լեգիտիմ առիթ ստեղծվի Հայաստանի Հանրապետության վրա հարցակում գործելու, ինչպես նաև ակնհայտ է, որ հենց ձեր նշած Մարդու Ալիևի հայտարարություններից, որ ինքը դժգոհում է հայկական կողմից եւ ինքը դժգոհում է այն գործընթացներից, որոնք որ գոյություն ունի, անընդհատ հոխորտում է եւ այլն, որը որ ձեր ասացի ուղիղ հակառակի։ Պահանջները չի ընդունվում, դրա համար է։ Հիմա պահանջները ընդունվում է, թե պահանջները չի ընդունվում։ Հիմա դուք ներողություն։ Ուրեմն, հիմա եկեք կողմնորոշվենք, կամ պահանջները չեն ընդունվում, կամ պահանջները ընդունվում։ Ընդունվում են նոր պահանջներ են առաջ։ Հա, այսինքն օրինակ Միջանցկի պահանջները ընդունվեց։ Չէ, նկատի ունեմ։ Չէ, ընդունվեց թե չէ, մի ասեք։ Օրինակ իրանց հետ ընդունվեց, ընդունվեց, դա մեզ էր, դա ներողություն եմ խնդրում, նախ եւ առաջ, ընդունվեց, թե չընդունվեց պահանջները։ Եղավ Միջանց, թե չեղավ, ընդունվեց թե ոչ։ Ընդունվեց Միջանցքը, թե ոչ, այո, թե ոչ, դժվար է պատասխանել։ Ասում եմ իհարկե ոչ։ Ընդունվեց թե չընդունվեց։ Հոխորտանքները կան, դժգոհությունները կան, կան թե չկան։ Խոսացեք, այդպես հարցը տալիս եք պատասխան։ Գործընթացը դե ասեմ, վերադառնանք, իսկ ով ասեց, իսկ ինչ եք դուք էլի մնացել ձեր այդ ներողություն եմ հայտնում այդ արտահայտության համար այդ փուչիկի մեջ, որ այդ պետք է միայն Ադրբեջանի։ Դա Հայաստանի Հանրապետության այն բանը, ինչ որ մենք ստացել ենք Գիրանցի, այդ Տավուշի մարզի, այդ կտորի սահմանազատման շնորհիվ Հայաստանի Հանրապետության անկախության հիմնաքարերից մեկն է։ Մենք ստացել ենք, մենք ստացել ենք սահման, որը որ ճանաչված է երկու կողմից։ Մենք ստացել ենք շարունակվում է։ Մենք ներողություն կարամ վերջացնել։ Հենց հիմա եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որևիցե մեկի կողմից ինձ ընդհատվեց տեղում դադարեցնել եմ այս զրույցը։ Մենք ստացանք սահման, որը որ ճանաչվել է հակառակորդ կողմից։ Մենք ստացանք սահման, որտեղ կանգնած են սահմանապահները եւ որտեղ որ ավելի ապահով է, քան այն մասերում, որը որ դեռ որևիցե ձևով սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, անդրադառնալով ձեր հարցին, process-ը շարունակվում է, հիմա քննարկվում է
այն մասերը, որտեղ որ հետագայում շարունակություն է լինելու եւ ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ այդ process-ը մենք ավարտին ենք հասցնելու եւ ֆիքսել ենք նաեւ, որ այդ process-ը տեղի ունենալու Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման։ Եթե արդեն որոշված է, որ պետք է էլի այդ նույն ուղղությունից շարունակել, հիմա ինչու հողի վրա աշխատանքներ չեն կատարում։ Կտոր տրամաբանությունն է հասկացում, այսինքն ինչ որ կտորներով հերթականությամբ գնում ենք եւ այդ տրամաբանությունն է քննարկում, այսինքն սկզբից սենց ենք անում, թե ոնց ենք անում զուտ տեխնիկական քննարկումներ են։ Քննարկումները կան այդ սահմանազատման գետերի աշխատանքները։ Չէ, հենց այնտեղ աշխատանքները, բայց հանձնաժողովների ղեկավարների եւ հանձնաժողովների միջև աշխատանքները տարվում են, քննարկումները շարունակվում են։ Անհամաձայնություն չկա, քննարկում ոչ մի անհամաձայնություն չկա, քննարկումները շարունակվում են։ Հիմա ես չեմ ուզում կտորներից խոսեմ, այդ ասում եմ, մենք ֆիքսել ենք, որ այդ լինելու է Վրաստանից մինչև Իրան ընկած սահմանը, ֆիքսել ենք, որ արդեն հայտնի է, որ Ալմատայի հռչակագրի հիման վրա, որով սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի վարչական տարածքները սահմանվերը համարվել են պետության անկախության ժամանակ իրանց սահմանները այդ տրամաբանության մեջ, որը վերադառնալով ձեր հարցին մեծագույն հաղթանակը Հայաստանի Հանրապետության համար եւ ես չեմ ուզում հենց բաներ հիմա ասեմ, դա մեր հաղթանակն է եւ Ադրբեջանի կամ Ռուսաստանի կամ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի կողմից որևիցե ձևով չի կարող շահարկվել, դա մեր հաղթանակն է։ Խաղաղության պայմանագրի ստորագրման այս պահին որևէ նախնական խոսակցություն, քննարկում կա, որ ինչպես ասում եք, լավ է եւ պետք է ստորագրվի։ Քննարկումներ կան, շարունակվում են, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ process-ին, բայց այո, կա ու շատ ակտիվ կա։ Մայիսի հաղթանակի օրը մոտենում է եւ բոլորը շքերթի են հրավիրված, նաեւ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո Փաշինյանը կարծես թե այսպես, եթե չեմ հիշում, կառավարությունից չեն հաստատել գնալը, մենակ դուք եք ասել, որ կմասնակցի եւ այստեղ շատ քաղաքական գործիչներ, նաեւ Եվրաօրենքի նախաձեռնողներ ասում են, որ եթե գնա մասնակցի Փաշինյանը, դա Հայաստանի ինքնիշխանության վնաս է տալու, որտեղ գիտենք Եվրոպայից կարծիքներ կան, որ ովքեր գնան, այստեղ այլևս մեր հետ գործ չունեն, դա նշանակում է գնալ։ Չեմ կարծում, որ այդպես միանշանակ կարելի է նման բաներ ասել, դա մեր հաղթանակն է։ Մեր հաղթանակն է, մենք 300,000 զոհ ենք տվել եւ մենք գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ եւ կարծում եմ, որ օրինակ ԱՄՆ նախագահը, որ հայտարարում է, որ դա իրենց կողմից է այդ հաղթանակը, այսինքն հիմա այդ հաղթանակը տենց է, չէ, հաղթանակը շատ ծնողներ ունի, միայն պարտությունն է, որ հիմա մենք ռեալ 300,000 մարդ է զոհվել եւ մենք նաեւ ասեմ ավելին, օրինակ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցավ Միսակ Մանուշյանի հողարկավորությունը, որը վերահողարկավորությունը, որը տեղափոխեցին Պանթեոն, դա նույնպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական օկուպացիայի դեմ հայկական ընդվզումներ եւ հայկական պայքար էր, դա հարգանքի տուրք է նաեւ Միսակ Մանուշյանին եւ մնացած բոլորին մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ պայքարել են, իսկ գնալ չգնալու հարցը դա կարծում եմ քաղաքական հարց է, որ վերաբերյալ ես իմ կարծիքը ասել եմ, ես կարծում եմ, որ պետք է մասնակցի, ենթադրում եմ, որ այո կմասնակցի։ Տարածական որոշում չկա դեռ։ Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, հիմա կարող վարչապետը որոշի չգնալ վերջի րոպեին կամ գնալ, բայց այս պայդրությամբ ես կարծում եմ, որ ճիշտ է չեմ կարող ասել, հնարավոր է COVID-ով հիվանդանա, հնարավոր է բոլորը COVID-ով հիվանդան, հենա տեսնում եք շատ երկրի ղեկավարներ հիվանդացան եւ չեն գնում, օրինակ Հնդկաստանի ղեկավարներ, որը որ մեր կարևոր գործընկերներից է, որը որ պատրաստվում էր նույնպես գնալ եւ չգնաց։ Իդեպ միջալոց շատ կարևոր բան կա, հա, այդ միջոցառումների մասնակցությունը նաեւ հնարավորություն է միջազգային տարբեր շփումներ ունենալու եւ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է այդ միջոցառումներին։ Էլի հաղթանակի 80-ամյակն է, բայց ինքը այս փուլում հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, այսպես աշխարհի բաժանման ֆոնին ինքը դարձել է նաև զուտ քաղաքական, այսպես ջրբաժանի միջոցառում, դրա համար է նաև այստեղ քաղաքական մեր բոլորի խնդրեմը կանում է նրանում, որ մենք անընդհատ ուզում ենք բոլորի շահերը գոհացնենք։ Ուկրաինայի շահերը գոհացնենք, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի շահերը գոհացնենք։ Հետո ասում ենք, բայց չգոհացրեցինք այս մեկի շահը։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գտնում է օրինակ, որ կարող է
X երկրի ղեկավարի հետ մայիսի 9-ի շքերթի ժամանակ ինչ որ հանդիպման պայմանավորվածություն ենթադրենք Կամբոջայի, չգիտեմ, ինչ որ վերացական երկիր եմ ասում, եւ այդ ընթացքում ինչ որ Հայաստանի համար օգտակար բան լինի։ Հիմա ուզում հասկանամ, ես պետքա իմ երկրի շահերը ստորադասեմ, որովհետև ինչ որ մեկը ինչ որ պահի կարող է ասի, ես այդտեղ օրինակ չեմ գնա կամ ես ցանկալի չի բերում։ Ֆրանսիայի նախագահը Մոսկվայի այցելել, Եվրոմիության ղեկավար այն ժամանակ այդ պահին Հունգարիայի նախագահը առաջի այցով մեկնել է Մոսկվա։ ԱՄՆ-ի ղեկավարը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպում խոսում են, այսինքն բոլորը բոլորի հետ պետք է խոսան, մենք որպեսզի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լավը լինենք, ոչ կա Հայաստանի Հանրապետության շահ, կա հայտարարված Հայաստանի Հանրապետության կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունը ունեմ, ու այդ գործողությունը, որ մենք անում ենք միջազգային հարթակում, թե ով կգնա անդեղում, կժպտա, ում կբարևի, դա քաղաքականություն է, ինչպես ես դա ասել եմ, քաղաքականությունը մեծ առևտուր է, այո, դա առևտուր է։ Պարոն Սիմոնյան, պարզապես տարակուսակի է, տեսեք, դուք ասում եք հիբրիդային պատերազմ է Ռուսաստանը մղում, ասում եք, որ Ռուսաստանը շատ Հայաստանում ձգտում է նաև իշխանափոխության։ Այդ երկրում մենք համաձայնում ենք գնալ շքերթներ, դա է տարակուսակ։ Երկակ է, ինչպես վերջերս Սերժ Սարգսյանը ասաց, դարախաղացի քաղաքականություն է վարում արտահայտել։ Ես Սերժ Սարգսյան չեմ նայում, բայց հենց պետք է այն երկրները գնաս եւ այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որոնց հետ դու բարեկամական լավ հարաբերություն, ամեն ինչ բարձ է։ Ամեն ինչ բարձ է։ Դու արդեն իրենց հետ բարեկամ ես եւ այդ հարցերը շատ հանգիստ կարելի է հեռախոսազանգով։ Այս խնդիրները, որտեղ որ խնդիր կա, այդ երկրներում է պետք լուծել։ Տեսեք, հակառակ բան ասեմ։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են գալիս, չէ՞։ Ամենաբարձր մակարդակով, բայց մենք պատրաստվում ենք ԱԳՆ նախարարի այցին Ռուսաստանի, Դաշնային խորհրդի ղեկավարի այցին, ինչի են գալիս Հայաստան ամսի 5-6, եթե չեմ սխալվում, հունիսի։ Այսինքն Ռուսաստանի այդ խնդիրները հարթելու ժամանակն է։ Չէ, տեսեք, չկա ինչ որ մեկի այդ խնդիր հարթելու կան խնդիրներ եւ դու որ պետքա ձգտես իդեալի մեջ բոլոր խնդիրները լուծելու եւ այդ ձգտումը քաղաքական գործ չի եւ քաղաքական գործընթացի process է։ Այդ չգիտեմ, այդ նեղանալ ինչ որ դեմարշ անելը դա նույնպես իր տեղը ունի, բայց դու չես կարող կտրուկ երկրի մակարդակով որևիցե բաներ անել, ինչպես նաեւ կրկնում եմ, դու քո շահը պետք է հետապնդես։ Ասում եմ, Ռուսաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով բացասական գնահատականներն են տվել նաև հայկական իշխանությունների մասին, իրենց խոսնակներով, իրենց падգամավորը եւ այլ, բայց տեսնում եք, չէ՞ որ գալիս են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հանդիպում խոսում են։ Եկեք այդպես բան չլինենք, էլի ծայրահեղական չխնդրեմ։ Այս տարածաշրջանում լարվածությունների կոնտուրները անդադ փոխվում են տարբեր երկրների միջև։ Դրանք խոչընդոտում են մեր քաղաքական պայմանագրի ընթացքին, հետքրում են։ Ներկա դեպքում կա Ռուսաստան-Իրան բանակցություններ, կա Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններ, դրանք իրենց առարկայական ազդեցություն ունեն, որովհետեւ մեր պայմանագիրը հետաձգվի բանակցային բանակցությունները։ Կարծում եմ ազդեցություն ունենում են, բայց որոշիչ ոչ, որովհետև Ադրբեջանի եւ Հայաստանի այսպես ասած աշխատանքային այս վերջի ժամանակահատվածի փորձը ցույց է տվել, որ ռեալ է, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը այդ պայմանավորվածությունը ավարտին հասցնեն, չէ՞ որ մենք միասին 17 կետ համաձայնեցրեցինք եւ ի հեճուկս ձեր ասած այդ աշխարհակաղակական տարբեր ելևէջների եւ կարծում եմ, որ ինքնուրույն կարողանանք թե ձևը, թե ժամանակը, թե ֆորմատը գտնել, որը որ երկու երկրներին էլ ձեռնտու կլինի եւ կնքել այդ պայմանագիրը։ Սպառնալիքները առարկայական համարում եք մայիսի 9-ին։ Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ լավաշնորհակալ գործ է։ Պարոն Սիմոնյան, որևէ մեկի անվտանգության առումով երկրի ղեկավարների։ Ես չեմ կարող դա մեկնաբանել։ Հիմա մի երկրի ղեկավար, մյուս երկրի ղեկավարին բան ասում կամ բոլորի խնդիր չկա, մենք կարծում ենք, որ անվտանգության խնդիր, եթե վարչապետը այնուամենայնիվ վերջնական որոշի մասնակցել, մենք չենք տեսնում։ Պարոն Սիմոնյան, ինչ գնահատական կտաք Նորքի քաղաքապետի պահվածքին եւ այն հանգամանքի, որ նա շարունակում է պաշտոնավարել։ Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել եւ համարում եմ, որ
իհարկե Պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքներին, ակնհայտ նպատակին այդ սադրանքը իրականացնելու եւ կարծում եմ, որ հարցը գտնվում է Հանրապետություն կուսակցության դաշտում, դա պետք է իրենց որոշումը նաեւ լինի եւ կարծում եմ իրենք արդեն իրենց հայտարարությունը արել են, մնացածը քաղաքապետարանի եւ Հանրապետություն կուսակցության դաշտում է գտնվում։ Պարոն Սիմոնյանը շարունակի պաշտոնավարել եւ հաշվի շարունակությունը նա նշել էր, որ իր կերպ կվարվի ցանկացած հայ տղամարդ, ինչպես որ ինքը վարվեց, դուք որտեղ նման կերպ կվարվի։ Դե գիտեք ինչ, ես չեմ ուզում ընդհանրական որևիցե բաներ ասել եւ կրկնում եմ, իրոք շատ դժվար է այս իրավիճակում, երբ որ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, շատ դժվար է ինքնատերապետության զբաղվել, բայց պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետությունը ունենա, իսկ երբ որ չի լինում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ չգիտեմ ինչ-որ ձևով դրան արձագանքելու։ Պարոն Սիմոնյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերից եւ քաղաքասարությունից բացի իշխանափոխության համար մեծ դերակատարում ունի իրավապահ համակարգը, կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում, ոչ թե ելնելով այս ամիս մեզ ֆինանսավորեն, թե ոչ այլ երկրի շահերից, ինչ է նշանակում իրավապահ իշխանափոխություն, իրավապահ համակարգի դերակատարումը, ցես ինչ նկատի ունի։ Արդյոք սա նշանակում է, որ 2018 թվականին ինքը նորմալ չի ֆինանսավորել իրավապահ համակարգին, դրա համար իշխանափոխությունը տեղի ունեցել, սա մեկ։ Երկրորդը ես գնահատում եմ Սերժ Սարգսյանի այդ վերջի ելույթը, որից դուք անընդհատ փորձում եք մեջ դրում անել, Ռոբերտ Քոչարյանի հետ բաց պայքարի շփման մի նոր փուլ, եւ չեմ ուզում մատի եւ մատանու արանք հանգնեմ, իրանք երկվորյակ եղբայրների տրամաբանությամբ ապրել են եւ երկվորյակ քաղաքական եղբայրներ են եւ ես չեմ ուզում իրանց ընտանեկան հարաբերությունների մեջ խառնվեմ, թող դրան պատասխանեն մեր պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչները, հետո իրանց պատասխանեն Հայաստանի Դաշնակցությունը։ Գիտեք ինչ, Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է բոլոր հարցումներով իր վարկանիշը, բացասական վարկանիշը, 3 ամենավատ բացասական վարկանիշ ունեցող մարդ կա, առաջի երրյակի մեջ ինքն է Ռոբերտ Քոչարյանը, երրորդի անունը չեմ ուզում տամ։ Նիկոլ Փաշինյանն է։ Չէ, Վարդան Վանեցյանն է, որ հարցնում եք։ Վերջին այդ 3 ամենավատ վարկանիշ ունեցող մարդով թող իրանք իրար հետ շփվեն, թող իրանք իրար հետ կռվեն, բարիշեն, ասել եմ, վլուբլայտիս, տապիտիս, ռազվադիտիս, ինչ ուզում են թող անեն, հայ ժողովրդին հանգիստ թող տվեն։ Այլ հարցեր կան, շնորհակալություն։